Անիֆում կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում Անիֆի տնօրեն Դավիթ Փափազյանի նկատմամբ հետախուզումը շարունակվում է։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից Փաստինֆոյի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ քրեական հետապնդում է հարուցված 3 անձի՝ Դավիթ Փափազյանի, Բելլա Մանուկյանի եւ Կարինե Անդրեասյանի նկատմամբ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որը Անիֆի տնօրենների խորհրդի նախագահն էր, քրեական վարույթով արդեն քանի տարի է մեղադրյալի կարգավիճակ չունի։ Դատախազությունից նշում են, որ Ավինյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով, ընդ որում սա այն դեպքում, որ Անիֆում ոչ միայն չարաշահումների վատման դեպքերի վերաբերյալ քննությունն է իրականացվում, այլև Ավինյանի 2 անհամատեղելի պաշտոններում պաշտոնավարման։ Հիշեցնենք, որ Անիֆում կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ բազմադրվակ քրեական վարույթ է քննվում։ Վարույթներից մեկը նախաձեռնվել է Փաստինֆոյի հրապարակմանը հաջորդած ԿԿՀ գրության հիման վրա, կապված Տիգրան Ավինյանի անհամատեղելի պաշտոններ զբաղեցնելու հետ։ Մասնավորապես 2019-ից 2023 թվականներին Անիֆի տնօրենների խորհրդի նախագահն էր Տիգրան Ավինյանը։ Այդ ընթացքում նա համատեղել է նախ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի, ապա նաև Երևանի փոխքաղաքապետի պաշտոնը։ Փաստինֆոն բարձրաձայնել էր Ավինյանի կողմից փոխքաղաքապետի եւ Անիֆի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնների համատեղումն արգելող օրենսդրական կարգավորումների մասին։ ԿԿՀ-ն Անիֆից պահանջել էր 2019-ից 2023 թվականներին իրականացված ոլորտային ծրագրերի, այդ թվում նախատեսվող ծրագրերի եւ դրանց վերաբերյալ հաշվետվությունների, ինչպես նաեւ տնօրենների խորհրդի ձևավորման օրվանից սկսած հրավիրված նիստերի արձանագրությունների պատճենները եւ իր ուսումնասիրությունների արդյունքներն ուղարկել դատախազություն, որն էլ դրանք ուղարկել էր հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հարուցվել էր քրեական վարույթ։ Եվս մեկ գործի մասին հայտնի էր դարձել 2024 թվականի հունվարին, երբ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարեց, որ Անիֆում չարաշահումներ են հայտնաբերվել։ Երրորդ վարույթը նախաձեռնվել է պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից Անիֆում հայտնաբերված չարաշահումների առնչությամբ։ Ըստ էության գործով այս պահին այլ մեղադրյալներ չկան, իսկ Դավիթ Փափազյանը, ով մեղադրվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 3 առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, փաստաթղթերի կեղծման եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հոդվածներով եւ հետախուզման մեջ է, հայտարարել էր, որ Անիֆի մի շարք ծրագրեր խափանվել են Նիկոլ Փաշինյանի կառավարության խայտառակ սխալների եւ թերությունների պատճառով։ Շատերիս վստահությունն անթույլատրելի չարաշահած Նիկոլ Փաշինյանը սպասում է հերթական ձախողումը, չի հաջողվելու մեզ մեղավոր կարգել իր եւ իր կառավարության խայտառակ սխալների ու թերությունների համար, որոնք խափանեցին Անիֆի հիմնադիր թիմի մշակած ծրագրերից մի քանիսը։ 2025 թվականի սեպտեմբերի 22-ին հայտարարել էր Դավիթ Փափազյանը Facebook-յան իր էջում գրառում կատարելով. նախաքննական մարմինն այս հայտարարությունը քննության առարկա չի դարձրել, այսինքն չի կարևորել, թե ինչու են Անիֆում վատնվել պետական միջոցները, Փաշինյանի կառավարության կողմից ինչ սխալ հրահանգներ են գնացել։ Սա վկայում է, որ քննչական կոմիտեն մտադրված չէ օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն իրականացնել, պարզելու պետական միջոցները վատնելու պատճառներն ու պայմանները, ինչպես նաև բոլոր դերակատարներին։ Թերևս հրահանգը տրված է մեղադրյալների հնարավոր շրջանակի վերաբերյալ, ինչից շեղվել չեն կարող։